Հանրապետական հավաքակայանում այսօր զորակոչի առաջին օրն էր։ Զորակոչիկներն այստեղ առաջին հերթին բժշկական զննման են ենթարկվում եւ առողջ լինելու դեպքում ստանում ծառայության թույլտվություն։ Բժշկական հանձնաժողովի նախագահի ասելով, այս տարի համեմատաբար քչացել են հիվանդություններ ունեցող զինակոչիկների թիվը։ Չնայած առաջի օրվա համեմատ նայում ենք կան սրտային խնդիրներ, կան բոլոր հիվանդությունները, մեկ հիվանդություն ընդհանրապես այսօր արձանագրվել սրտի հետ կապված, որը հետևողարկվել կրկնակի հետազոտման։ Զորակոչիկ երիտասարդներն այսօր Ամեկ+-ի հետ զրույցում վստահեցրին, թե իրենք մեծ պատրաստակամությամբ են եկել ծառայելու եւ երբեք չեն մտածել ծառայությունից խուսափելու մասին։ Տունը սպասում եմ, քանի լավ ծառայում եմ, գնամ ասում եմ սպասում եմ։ Ծնողները չեմ հավատում, որ Թեև զորակոչիկների ծնողները վերջին շրջանում հաճախ են լսում բանակում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների մասին, սակայն հույս ունեն, որ իրենց որդիների հետ որևէ դժբախտություն չի պատահի։ Շատ հպարտ ենք, շատ ուրախ ենք, որ մեր որդին հասել այդ տարիքին, որ կուղարկում ենք բանակ։ Մտահոգված ենք, բայց կաշխատենք ուշադրության կենտրոնում պահենք, որպեսզի ավելի նոր բաներ չստացվի։ Մենք վստահ ենք մեր վրա, մեր երեխայի վրա, մեր բանակի վրա։ Այսօր հանրապետական հավաքակայան էին եկել նաև արվեստի գործիչներ, որոնք իրենց ելույթներով, կոչերով, երգերով փորձեցին ոգևորել թե զորակոչիկներին, թե նրանց ծնողներին։ Նարինե Էրիցյան, Սևակ Գրիգորյան, IPFE։